Ինչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք։ Չեմ ասում իր այլ չերածը բերի իստա, բայց դե մարդության համար ժողովրդի համար լավ մարդ է։ Ուժեղ, հզոր, ոչ վախեցող, ոչ լպրծվող, հարուրեսանի, շատ ուժեղ կամքի տեր մարդ։ Որ թշնամին վախենա մեզանի լավ բանակ ունենանք, մեր երիտասարդությունը կարենա մասնակցի, թեկուզ պատերազմը լի, բայց այդ հողերի հետ կարենանք հետ վերցնենք։ Թեկուզ պատե, ես անձամբ 70 տարեկան մարդ եմ, ես մասնակցեմ պատերազմին։ Ժողովրդի հոգսերի մասին մտածող, չեմ կարող ասեմ, լավ մարդ։ Ղեկավարից չեմ վախենում, ժողովրդից եմ վախենում, կռվող ազգից եմ վախենում։ Շնորհքով ղեկավար, ինչ ոչ թե սանվողնաշար։ Խելացիլնի, շնորհքով էլի մարդկային էլի Ազիզ ջան, որ մենք էլ լավ ենք։ Ուժեղ առանց վախենալու մարդ։ Որպեսի թշնամին վախենա, մեզ տարիներ է պետք, որ մենք լավ զինվենք, մենք լավ բանակ ունենանք, որ թշնամին մեզանից վախենա։ Իհարկե, որ թշնամին վախենա։ Ժողովրդի հոգսն էլ է շատ մեծ կարևոր։ Այդպես ղեկավար մեզ չունենք, որ թշնամին մեզանից վախենա։ Նիկոլը վախմա։ Նա գնում էր Թրամփի հետ խոսալու, չի ասում մեզ քաղբանտարկյալները բանը, ինչի են նստած։ Կար ասի, էլի չի ասում։ Վախմ Ամերիկայից կամ Ադրբեջանից, Էրդողանից, որ նրանց ուզում է բարեկամություն ստեղծվի։ Այդ բարեկամությունը մի կողմ տնի։ Նա Նիկոլը վախմա թուրքերից ոնց որ մեզ մարդը փոքր երեխու դեմ կռվի։ Վախով մարդա։ Համ ժողովրդի հոգսերով ապրի, համ այդ թշնամիները մեզանից վախենան։ Մեզնից ղեկավարը պետք որ դումսուկը տեղնելի կարելի ասել ռուսն էլի, որ հենց հանկարծ մի սխալ իր գործողությունն անի։ Բարի, խղճոց, դրություն մտնող, պատկերացնի մեր վիճակը, թոշակառուների կամ նենց հիվանդ մարդիկ են դեղերով ապրող է։ Մի խոսքով կամ բազման զավակ ընտանիքա, ոնց են ասում։ Ժողովրդի օգտին էլ լի թշնամին էլ վախենա։ Ազնիվ լինի ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, անկաշառ լինի ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, պետական բյուջեն գողացող չլինի ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։